Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշարք։ Չեմ ուզում հեռացոց ավարեմ, ապրեմ, աղ 2 սավքը պետք է ժամ 2 սավքը շարժվել ենք, դիգանք հանրապետության հրապարակ։ Ինչ կա հանրապետության հրապարակ, հանրապետության հրապարակը։ Այդպես բաներ են խոսել հեռախոսով, արա։ Դո եթե ինչ ուզում են խոսում եմ հեռախոսով, կա որ կրա գանձիկ մամային ասեց, մաման կիմանա ինչ իմ ասել, չեմ ուզում հեռախոսով ավարեմ, WhatsApp-ից զանգում, ասա կզո կապ չունես։ Ես ախպեր, ոչ փող ունեմ, ոչ ինտերնետ ունեմ, գալու ենք ոչ փող ես ասել, ոչ գալու ենք քեզի քո տանդեմից վերջ են շարժվում։ Հա, որ իմաստ եմ ուզում ջոգեմ, նոր հասկանամ։ Ախպեր, դե մենք երաշխավորություն ունենք մամայի հետ կապված, քո գործի հետ կապված։ Իր մաման դե գիտի տեղյակ է, հիմա մեզ պետք է մենք հանդիպենք։ Վաղ ով է գալım։ Էդի ով է այդ բանը, հավաքի։ Լեռնագոգից գորը գիտես։ Ախպեր, ոչ թե ով է գալիս, ով է մասնակցում, ինձ էդի հետաքրքիր չի։ Ով է վարելու։ Նարեկը Կարապետյան։ Նարեկի հետ կարում ենք ազելնի խոսանք մենք վաղ։ Հա, ու մոտենաս խոսած։ Դե դու պետք է կազմակերպես որ մոդենամ։ Այդ քայլը ես կանեմ։ Քանը գնաց բանը պետը զանգեց, բանի շտաբի պետն է զանգել, զանգեց ասեց ասում դենանք դերից ողոք չարիք են բարձրացրել։ Մոտեստի գոյություն չունի, հիմա զանգում են հենց հաշվի լստեն էլի։ Հերասայի չի կառույցում կազմած բարձրացնել էլի։ Դե բանը բարազի քինալկա։ Բալուս։ Բարև ձեզ։ Ես ասի քո վրա չզանգեմ, չջղայնացում էի։ Ես ո՞։ Դու երեք մեզի ասի։ Արա հանգիստ ուղի զանգով դες բան չխոսած։ Դոլան օրաս։ Արա ասեմ, զանգով դες բան չխոսած, ո՞նց է զանգի։ Քեզի պարյամոսում եմ, հենց մի մարդիկ ընկեր մեծ այն 100,000-ով 200,000-ով փող են տալում պլյուս Սամվել Կարապետյանը տել է, դա 180,000-ով փող է բաժնում։ Այդ վիդեոն եք դա, որը սարքած ռեպորտաժը վիդեո է, ցավոտ։ Վիդեո չէ, ախպեր, ռեալ մարդկանցից ենք լսում, ախպեր, ռեալ, ժիվոյ, դեմը կայնում խոսում են, ախպեր, ու նաստող խոսում են մարդիկ։ Կարախի չի կարող, պարյամոս տվյազի մեջ է, ընգեր, պարյամոս տվյազի մեջ է։ Ապրեն, եկը կարճի, բայց հիմա մարդիկ ապրեն, խնդրել ունենք իրանց կողքը կայնենք։ Հա, ես իրանց կողքը կրամ 6,000 հոգով կայնեմ, եթե իրանք հենց նի արդեն լուծում կան։ Տակի շեք կա դուզ գաք։ Ախպերս ես 2,000 հոգով կրամ իրանց կողքը կայնեմ հենց հեկուց։ Չես կարա իշխան։ Հենց կմի թո արդես լուծում կան, եթե ես հեկուց 2,000 հոգով իրանց կողը չկայնեմ։ Սկիզբ ևոքը 4 գյուղ այդքան չէ, ցավրտանը։ Ախպերս տո թակել եմ գյուղի վրա, նա ախպեր, վա։ Ինչ գյուղով անդրությունը, համայնքից էլ ընկեր, Բաղրամյան համայնքից 1200-ից 1500 հոգի կա ախպեր։ Այսինքն վաղը քեզ 2 սպլինդեր եմ ուղարկում կամ 2 սպլինդեր մարդ ուղարկես։ Չէ, ախպերս, եթե իմ հարցերին լուծում չի տվածվում, ընկեր։ Որպես ինչ։ Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին։ Ես իմ ավտոյով եմ գալու, ախպեր, ոչ մի ավտոբուսով չեմ գալու։ Հետո։ Գալիս ես դու։ Նա ինչ պայմանով։ Արա դե արա չենք հանում ախպեր, ես շիվ եկալ լափել եմ քեզի կբան չեմ տվել ախպեր, բայց հիմա այսօր ինձ զանգե կանչել Վարդանը։ Եկին Հասմիկյան, դες չեմ ասի, որ դու գիտեմ եկա ժամանակ չեք կարա կայնեք, վաղը մեծ հանրահավաքն է եւ չեմ ուզում զավարվեմ էլի հեռախոսով։ Ձեր տղաներից չէ, Երևան Հանրապետության հրապարակն ենք, մեքենայով տանում ենք, մենք բերում ենք։ Դուք քանի հոգի եք։ Դե ես Արամը։ Հա, ուզես հարևաններին այնտեղ չեն երևա, բայց քանակը կլծվեն էլի։ Ախր շատ ամխիթար են կասեք։ Դե ավելի լավ։ Այն հիվանդ տղան չէ, բայց այն քույրերը հա։ Երջանիկ, իսկ որ մի հատ այդ նորային դու ասես, գիտես խի։ Ինքը ասեց գոնե սնունդ տան էլի։ Ես բան չունեմ ասել։ Դու ուզում ես
Գիչ ուշ նորայն զանգեմ քեզ մատ նորայն փոխած խոսամ հետը համել գիտի որ կամ չգիտեմ որ նախընտրական աշխարհին ոչ մի բարեգործական բան չի իրականացում կտանեն կպարկասեն այդպես բան մենք չենք անում էլի բայց քննում ենք այդ օքեյ կապ չունեն քաղաքականության իրանց կաջակցեն Եկո շաբաթվա մեջ իրան օգնությունը կգա էլի 100% միայն ոչ իրան նաև քեզի դե նայ Հա, պարանի փաստը։ Հա, մեկ դե ինձ էլ է ուրեմն այդ ցուցակումը ցնում։ Ես հիմա գնում եմ իրան։ Դե հոգեմեյան եմ իշտ ցավը տանեմ։ Իգի այդաջան չեմ ուզում հերոսով ծավալվեն։ Վաղը բան ունենք, հանդիպում ունենք Երևանում։ Ձեր հավաքը լինի ժամը 2-ին գնալու ենք 6-ից կեսբան գյուղն ենք գնալու։ Բայց ինչ հանդիպում է Երժոր։ Հանդիպում չի, հանրահավաք է։ Եկամ հանրահավաքի ինչ անեմ։ Ընդհանրապես կողքը լինենք, դու գիտես ինչ համար եմ ասում։ Հա, հասկանում եմ, բայց դրանից ինչ օգուտ Երժոր ջան։ Օգուտը լինելա հունիսից հետո ցավը տանը։ Էշ մի սատկի գալու գա, հա։ Դե լավա քո ներկայությամբ ենք պայմանավորվել, որ հունիսից հետո գնալու ենք իր մոտ, ինքն ինչ կամար անելու եմ։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։